Այո, դրանից է բխում, որովհետև երբ որ երկրի վարչապետը ասում է, որ Ղարաբաղյան շարժում չգա, օտար երկրի հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ինչ նշանակում։ Այս երկրում քանի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Ինչի լուծարում։ Ով ասել ձեզ, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Եվ ով որ Հայաստանի այն պետական պաշտոնյան, ով որ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, այդտեղ ինչ թեմա կա։ Այսինքն մենք պետություն ենք, թե սա բան է, ինքնագործ խմբակ է, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք բանանում, փորձարկում։ Սա պետություն է, հարգելիներս, սա պետություն է, հստակ իր կառավարման տրամաբանությամբ եւ պետական համակարգով։ Եվ այդտեղ չքմեղանալու բացարձակ ոչ մի բան չկա։ Կառավարությունն է որոշում արտաքին քաղաքականությունը։ Ես կառավարության ղեկավարն եմ, այդ թվում ես եմ, այո։ Պարոն վարչապետ, այսինքն թանգարանի տնօրենը հեռացվել է ձեր ցուցումով այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք է նվիրել, ճիշտ հասկացան ձեր պնդումը, ձեր մեկնաբանությունը։ Ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Իմ ցուցումը եղել է Արցախի մասին իր խոսելը, նաև գիրք նվիրելը, հա, դուք համարել եք դա կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ-որ գործողություն։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում գրի։ Պարոն վարչապետ, այդ դեպքում հնարավոր է դուք հոգևորականների հետ կապված այս ամբողջ process-ը սկսել եք հենց այդ պատճառով, որ նրանք մշտապես խոսել են Արցախի մասին, իսկ մնացած ամեն ինչը եղել է փաթեթավորում այդ հարցի, եւ դուք հայտարարեցիք, որ ինքնիշխան երկրները իրենց տարածքում գործողություններ են իրականացնում, ինչ որ ամրաշինական աշխատանքներ են կատարում։ Բաքուն Հայաստանի օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքներ առհասարակ կատարել է։ Ընդհանրապես արձանագրենք, որ ես նախկինում ասել եմ Մայրաթորի հետ կապված բոլոր խնդիրները եւ ես կարծում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը եւ իր խմբակը կառավարվում է պետական անվտանգության կոմիտեի գործակալի խողովակով եւ տրամաբանությամբ։ Ես սա երբեք չեմ էլ թաքցրել, բայց ինչպես է այդ հոգեվոր ոլորտում այդ խոցերը, երեք ասեցի, դա խոցելն են դարձնում, որ մարդկանց հեշտությամբ հավաքագրեն եւ օգտագործեն ոնց ուզում են։ Սա պետական անվտանգության հարց է։ Եվ այո, ես էլի ասում եմ, երբ որ երկրի վարչապետը հայտարարում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք է դադարեցնենք, չի կարող լինի պաշտոնյա, որը շարունակի Ղարաբաղի շարժումը։ Չի կարող լինել։ Հոգևորականները ինչ։ Ներողություն, բայց եկեք երկխոսության չվերածենք։ Ես դες նոր ասեցի, ես նոր գնացել եմ պատարակի եւ բանից հնչում է։ Պատարակին հնչում է։ Ընդ որում պատարակի ընթացքում հնչում է ոչ մի անգամ։ Արցախի հանրապետությունը դա չի նշանակում։ Այդ նշանակում է պատերազմի կոչ։ Ուրիշ բան չի նշանակում։ Լավ, ոչ այսօր, վաղը մյուս օրը։ Բա էս ենք ասում, բա դրա համար ենք ասում։ Բա դրա համար ենք ասում, որ Կտրիչ Ներսյանը եւ իր խմբակը պատերազմի կուսակցության առաջնորդությունն է ստանձնել։ Պետքա չլինի այդպիսի բան։ Պետքա չլինի։ Ոնց կարա երկրում լինի 6 հատ արտաքին քաղաքականություն։ Հայաստանի օկուպացված տարածքներում երբևէ ամրաշինական աշխատանքներ դիրքեր այն։ Գիտեք, ես նախկինում այդ թեմային անդրադարձել եմ, որ մենք ունենք սահմանազատման հետ կապված խնդիրներ։ Ես չեմ կարող հարցը դիտարկել մի հարթության մեջ, որովհետև եթե ձեր հարցին արդարորեն պատասխանեմ, պետք է պատասխանեմ երկու կողմերի մասին։ Դրա համար դուք գիտեք ճշմարտությունը, ես մեկնաբանություն չեմ անում։ Հիմա փաստն այն է, որ երկուստեք մենք խուսափում ենք նման բաներից, որպեսզի խաղաղությունը չվտանգենք, ու ճիշտ ենք անում։